Այս Վաշինգտոնյան համաձայնագրում, եռակողմ համաձայնագրում, որ ձեռք բերվեց օգոստոսի 8-ին երեք երկրների միջև, կա ձևակերպում, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Ես կխնդրեի հստակեցնել, արդյոք այս ձևակերպումը նշանակում է, որ Ադրբեջանը ակնկալում է Հայաստանի տարածքով առանց ստուգումների, առանց հայ սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցներին տեսնելու Հայաստանի տարածքով անցնել դեպի իր էքսկլավ Նախիջևան, եթե ոչ The August 8 Washington Declaration contains a statement that Azerbaijan shall gain unhindered access to its exclave Nakhichevan via Armenia's territory. Do you think that this unhindered access means that Azerbaijan expects that its entities will move via the territory of Armenia without confronting or being checked by Armenian customs and border officials? If not, then շարունակեք. Եթե ոչ, այդ դեպքում ինչի համար է այս ձևակերպումը Բաքուն ցանկացել որ լինի համաձայնագրում եւ ինչ է իրենք պատկերացնում անխոչնդոտ ձևակերպման տակ? If not, then why did Baku wish to have this statement, this provision in the text? And if this is not the case, then what was Baku's understanding of this language? Okay, thank you very much. Thank you very much for the question. It's been Baku's aspiration in the past 5 years to have unhindered access between the mainland Azerbaijan and the exclave of Nakhchivan. Right now, if I understand correctly, Հիմնական բանակցությունները տեղի ունենում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Վերաբերում են կարգավիճակին, ձևաչափին, վերաբերում են տարբեր հարցերի։ Հայաստանի հարավի շրջանակային ծրագրի հետ կապված, բայց Ադրբեջանի դիրքորոշումը մնում է միանշանակ, հաշվի առնելով հատկապես զգայուն իրավիճակը, հասարակությունների զգայուն վիճակը, ունենալ արագընթաց եւ անխոչնդոտ անցում։ Եվ այստեղ հիմնական նպատակն է այնպես անել, որ շահութաբաժիններ քաղի Նախճեվանի բնակչությունը, ովքեր նույնպես դուժել են գրեթե 4 տասնամյակներ տևած մարտության հետևանքով, քանի որ կոնսենսուս կա Ադրբեջանում, որ իրենք այն է ազգաբնակչությունը Նախճեվանի, իրենք էլ արժանի են տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները, երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները, դիվիդենտները։ How is unhindered access? Կարելի է ես հարց տամ, էլի մի րոպե։ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ The president of Azerbaijan has been making contradictory statements. Այս համաժողովից առաջ էլ հայտնեց, որ հայկական բնակավայրերը ըստ էության հայկական տեղանուններ չունեն, դրանք ադրբեջանական ծագում ունեն։ Before this conference, he announced that Azerbaijani settlements do not have Armenian settlements, do not have Armenian toponyms, that they have Azerbaijani origin. Եվ մասնավորապես հայտարարեց, որ Սևան անուն չկա, կա Գյոչա։ And he stated in particular there is no word such as Sevan, it's Gyocha Lake. Չեք կարծում, որ նման հակասություններով բնականաբար չեք նպաստելու խաղաղության հաստատմանը։ Don't you think that with such contradictory statements you are obviously not going to contribute to reaching peace? I think we should Կարծում եմ, որ պետք է հարցը ուղղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, սակայն եթե փորձագիտական կարծիք եք ասում մեզնից, առաջարկում եմ, որ մենք բոլորս ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը երկու երկրների միջև, որը վերաբերում է տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչմանը, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Վերջ։ Դուք կիսում եք կարծիքը, կար մյուսը կիսում եք կարծիքը, թե չէ, երկրորդը։ Հաշվի առնելով, որ փորձագիտական խումբ եք դուք ներկայացնում, հասարակությունն ինչպես է տրամադրված ընդհանրապես Հայաստանով անցնելուն, հայերի եւ ադրբեջանցիների հետ հարաբերություններ հաստատելուն։ Considering you represent a team of experts, what is the mood in Azerbaijani society about interacting with Armenians or about passing via Armenia? What is the mood among the Azerbaijani population?
Միակ կարծիք կամ միանշանակ մի կարծիք չէ Ադրբեջանում կան տարբեր արձագանքներ։ Դրական էլ բացասական էլ, քանի որ ելույթումս էլ դա ասացի, որ դեռ կան հույզեր, հիշողություններ հակամարտության, դրանք խորն են, ժամանակ պահանջվի, որպեսզի առաջ շարժվենք։ Նույն ժամանակ ես կարծում եմ նաև տեսնում ենք, որ շատերը նաև դրական են տրամադրված այդ շփումներին, որովհետև իրենք հարցեր են տալիս, լրատվամիջոցները հետաքրքրված են, հարցնելու են մեզ, թե ինչպիսին էր մեր ժամանակը Հայաստանում, ուզում են իմանալ, տեղեկանալ, դա տեղեկանալու, իմանալու ժամանակահատվածը երկու կողմերի համար։ Հաջորդ անգամ, երբ այ փորձագետներն ուղևորվեն Ադրբեջան, կարծում եմ նույն բանը տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հարցեր կտան, ոնց էր Ադրբեջանում ձեր ճանապարհորդությունը, ինչ տեսակ եւ այլն, դա իմանալու սովորելու գործընթացը երկու ստեկ։ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչ կարծիք ունեն բնակիչ Ադրբեջանի քաղաքացիների այս հարցի մասին, որովհետև ի վերջո իրենք են կարող Հայաստանում ապրելու, Հայաստանի օրենսդրությամբ, Հայաստանի քաղաքացիությամբ, արդյոք նրանք պատրաստ են Հայաստանի քաղաքացիությամբ գալ եւ Հայաստանում բնակվել։ The president of Azerbaijan regularly speaks about the return of Azerbaijanis to Armenia. What do these people in Azerbaijan think about it? Are they ready to come to Armenia, live under the Armenian laws, be holding Armenian citizenship? Are they ready to do that? What is their opinion? Because after all, they would be the ones living in Armenia with Armenian citizenship. First of all, we have to understand that there is a huge community. Ահռելի համայնք կա Azerbaijan is էթնիկ ադրբեջանցիների, ովքեր ժամանակին ապրել են whose ancestors կամ ում նախնիները իրականում Armenia ապրել են Հայաստանում, Exodus. մի քանի ալիքներով դուրս են եկել, հատկապես 20-րդ դարում, հիմա վերաբնակվել Ադրբեջանում եւ Ադրբեջանից դուրս։ Իրենք ունեն էթնիկ որոշակի ենթաէթնիկ խումբ են իրենց ենթաէթնիկ սեփական ծեսերը ունեն սովորույթներ, անգամ պարեր եւ իրենք ահռելի քաղաքական ու տնտեսական ուժ ունեն Ադրբեջանում, ուստի արամարել այդ համայնքի գոյությունը սխալ կլիներ։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ ժողովուրդների միջև կոնտակտների գործընթացում մենք պետք է նաև փորձենք այդ համայնքի անդամներին ներգրավել սերտ հաղորդակցության մեջ հայերի հետ, իրենք որպեսզի ի վերջո որոշակի հաղորդակցություն ձևավորեն, որովհետև 3 թե 4 տասնամյակ յուրաքանչյուր հասարակությունը ապրել է իր փուչիկի մեջ։ Մենք կարող ենք մինչև որս վիճել, կռվել, բայց գոնե պետք է դասեր քաղենք միմյանց պատմույթները լսելու եւ հասկանալու միմյանց դիրքորոշումները, եւ այդ հաղորդակցությունը միանշանակ կօգնի մեզ ողջունման գործում։ Նախ գործընկերոջս հարցին հստակեցում այդպես էլ չասվեց, թե ԱԽ-չ ճանապարհ ինչ նկատի ունեն եւ անձամբ իրենք ինչ նկատի ունեն կամ որ տարածք նկատի ունեն, երբ որ ասում են Արմենիան, Ադրբեջան կամ Զանգեզուրի միջանցք։ To clarify an earlier question, how do you understand unhindered access, and for you personally, what do you have in mind when you say Western Azerbaijan or Zangezur corridor? Կարծում եմ առաջին հերթին հետևյալը անխոչնդոտ հասանելիություն ԱՄՆ-ն պետք է ապահովի, դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է օգնել Հայաստանին ապահովել այդ գործընթացը մենք չենք կարող ենթադրել կամ հավաստիացած լինել Ադրբեջան-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան բանակցությունների պարագայում, այսինքն ժամանակ անցնի եւ ժամանակի մեջ կտեսնենք թե պրակտիկայում ինչ կնշանակի անխոչնդոտ հասանելիություն, արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե արդյոք դա կնշանակի այլ ինչ-որ մեխանիզմ կողմերի միջև դա ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Sorry, can you repeat that? When it comes to trip-in կամ Զանգեզուրի միջանցքին, ես կարծում եմ Զանգեզուրի միջանցք ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար, չի վերաբերում trip-in, դա ավելի շատ ավելի լայն, այսպես ասենք, հասկացություն է ու դա պետք է ընկալել որպես այդպիսին։ Տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ
երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը, Հայաստանը ունի ըստիս այլ ընկալում, մարդիկ միջանցքը այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում այլ կերպ են ընկալում։ Խնդրում եմ վերջին հարցը պետք է շտապենք։ Final question, we have to go back in. What are the red lines within Azerbaijani society that are hard for even the Azerbaijani government to deal with, the red lines? And what is the government in Azerbaijan doing to work with these red lines? Yes, unlike some prevalent narratives, Որոշ տարածված Հայաստանում տարածված կամ Ադրբեջանից դուրս տարածված խոսույթների կա հստակ հասարակական կարծիք, ամեն ինչ չէ որ վերևից ներքև է աշխատում, կառավարությունը պետք է ականջալու լինի հանրային կարծիքին։ Ինչպես գործընկերս արդեն նշեց, ընդ որում կարող եք նաև դա ստուգել սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, տարբեր մեկնաբանություններ կան Ադրբեջանի օգտատերերի։ Ոչ բոլորը կարող են գոհ լինել հաշտեցման փաստը, որովհետև շատերի համար տրավման եւ վերքերը դեռ թարմ են։ Նայո, Վաշինգտոնյան հանդիպումը շատ լավատեսություն ներարկեց, այս մասնավորապես դինամիկա կա երկու երկրների միջև, սակայն պետք է նաև հասարակությունները նախապատրաստենք մեր գործողություններով, մեր վարկով, մեր հայտարարություններով, ես կարծում եմ, որ մեզ համար, ինձ համար անձնապես հաշտեցումը վերջնանպատակ չէ, այլ ճամփորդություն է, մենք պիտի սովորենք այս ճամփորդության ընթացքում ու պետք է կրթենք։